Համաեվրոպական մասշտաբի անեկդոտ են դարձել հայ-ադրբեջանական Վաշինգտոնյան համաձայնագրերին քավոր կանգնած Թրամփի լեզվական սայթաքումները։ Եվրոպական քաղաքական համայնքի հավաքի ժամանակ Ալբանիայի վարչապետը մոտեցել է Ադրբեջանի ու Ֆրանսիայի նախագահներին ու մի լավ զվարճացրել, հայտարարելով, թե Մակրոնը պետք է ներողություն խնդրի, որ չի շնորհավորել իրեն ու Ալիևին ձեռք բերած խաղաղության համար։ Դու պետք է ներողություն խնդրես մեզանից, դու չես շնորհավորել մեզ խաղաղության գործարքի կապակցությամբ, որ Թրամփն է իրագործել Ալբանիայի ու Ադրբեջանի համար։ Ալիևի ծիծաղի ձայնը դահլիճի մյուս ծայրին էլ է հավանաբար լսվել։ Վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումից հետո Թրամփը արդեն մի քանի անգամ սխալվել ու Արմենիայի փոխարեն ասել է Ալբանիա։ Իսկ հիմա չի էլ փորձում մեր երկրի անունը մտաբերել, բավարարվում է Փաշինյանին այն մյուս տղա անվանելով։ Ադրբեջանի ղեկավարը եւ մյուս տղան նրանք հիանալի էին։ Այն մյուս տղան էլ է Կոպենհագենում։ Ալիևի հետ Վաշինգտոնյան գրեթե 2 ամսում օրորի թեժացած հեռակաբանավեճից հետո նորից են նույն տարածքում հայտնվել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։ Տետատետի կադրերը շատ տեղեկություններ չեն տալիս։ 12 վայրկյանում միայն սեղանի բաժակների քանակն է անընդհատ փոխվում։ Նախ 1 բաժակ է երևում Փաշինյանի առաջ, հետո 3 բաժակ, որոնցից 2-ը Ալիևի մոտ, վերջին կադրում բաժակները անհետանում են։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների սուրճ են խմել Փաշինյանն ու Ալիևը։ Ըստ պաշտոնական Երևանի, ընդգծել են, որ չափազանց կարևոր են Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունները, վերահաստատել են, որ պատրաստ են շարունակել աշխատանքը խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ողջունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, քննարկել են TRIP-ը։ Թրամփի ուղին քննարկելիս Փաշինյանը հարցրել է Ալիևին, թե որտեղից է նա վերցրել Զանգեզուրի միջանցք եզրույթը։ Որտեղից այդ արտահայտությունը ձեզ, որտեղ եք կարդացել այդ արտահայտության մասին։ Նման արտահայտություն չկա, չի եղել եւ համոզված եղեք չի լինի։ Պարզաբանում պահանջող հայացքով Փաշինյանը գրեթե մուննաթ էր եկել ԵԽԽՎ-ում Բրիտանիայի իրեն հարց ուղղած ներկայացուցչի վրա, երբ նա հանդգնել էր Զանգեզուրի միջանցք ասել։ Ես խստորեն դատապարտում եմ ձեր կողմից ապա լեգիտիմ բառապաշարի օգտագործումը։ Հերակա Ալիևից էր պարզաբանում խնդրել, թող ցույց տա ասել էր քարտեզի վրա, որտեղով է անցնում այդ Զանգեզուրի միջանցքը, եթե Հայաստանով, ապա դա մեր տարածքային ամբողջականության կոպտագույն խախտում է։ Բոլոր այս հարցերը տվել է Ալիևին, ստացել է պատասխաններ, պաշտոնական հաղորդագրությունները լռում են։ Հայտնի է, որ Կոպենհագենում Փաշինյանը հասցրել է գրկախառնվել Մակրոնի հետ, TRIP նախագծի դետալները քննարկել։ Ներկա է եղել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, շնորհավորանքներ ստացել։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան է Փաշինյանին ու Ալիևին շնորհավորել իր բառով պատմական խաղաղության հասնելու կապակցությամբ։ Խաղաղությունը, որ դուք ձեռք եք բերել, մեծ պահ է մեր Եվրոպայի համար եւ ցույց է տալիս աշխարհին, որ խաղաղությունը հնարավոր է։ Եվրոպական քաղաքական համայնքը հենց այն հարթակն է, որին ոտք դնելուց հետո Փաշինյանը սկսեց փակել Արցախի էջը։ 2022 թվականի հոկտեմբերին համայնքի առաջին գագաթնաժողովն էր Պրահայում։ Հենց այնտեղ Հայաստանի վարչապետը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ Իսկ համայնքի 8-րդ գագաթնաժողովը հենց ինքն է հյուրընկալելու 2026-ի գարնանային հավաքը Երևանում կլինի։ Մինչև դա չէր կարող Փաշինյանը հասնել Կոպենհագեն ու հեծանիվ չքշել։ Գալ Կոպենհագեն ու հեծանիվ չքշել հասկանալիորեն չէր ստացվում։ Նա երկանիվ ընկերոջ հետ է եղել հավանաբար այն պահին, երբ Ալիևը մասնակցելիս է եղել թագավորական ընդունելության։ Ըստ լուսանկարների, Դանիայի թագավոր Ֆրիդրիխ 10-րդի եւ թագուհի Մարիա Եղիզաբեթի անունից կազմակերպված հանդիսավոր երեկույթին նաեւ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն է մասնակցել։ Փաշինյանը լուսանկարներում չի երևում։ Լարա Արաքելյան, Արմեն Ապրեսյան, Հայլուշ։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։